ամենամեծ դավաճանը նորից մամուլը ասուլիս էր տալի եւ ուզում եմ մի քանի բան ասեմ, որ բոլորիս պարզ է։ Այն հարցին, որ անկլավները մասով ինչ է լինելու եւ այլ։ Ճիշտն ասած իմ մոտ զարմանք է առաջացնում, որ մեր ժողովուրդը շարունակում է հավատալ ամեն սուտին, որը որ նա ասում։ Տպավորություն է, որ երևի ով ասֆալտ է անում գյուղում, դառնում է այդ գյուղի աչքի լույսը։ Ճիշտն ասած, եթե գյուղի ասֆալտը որոշում է, թե երկրի ղեկավարը ով պետք է լինի, ապա այդ գյուղացիները ապագա չունեն։ Չեմ հասկանում այդ մոտեցումը այդ մեր այդ քաղաքացիների։ Չեմ հասկանում։ Վերադառնանք անկլավների հարցին։ Ինչ է ասում։ Ասում է դե դելիմիտացիա պետք է անենք, բայց չհասկացա։ Դելիմիտացիան 2 տարի առաջ արեցիք, հողեր տվեցիք, ինչի կանգնեց։ Նոր սուտ է ասում, նորից տալու է այդ անկլավները, իսկ որոշ անկլավների եթե տվեց, մենք ունենում ենք շատ մեծ խնդիրներ, օրինակ եթե Քյարքին տվեց, մենք կորած ենք։ Ադրբեջանը ասում է դրանից հետո կարող է ստորագրենք խաղաղության պայմանագիր։ Իմ ասածը ճիշտ է։ Եթե կարաս մի հողի կտոր վերցնես առանց կրակելու, ինչի կրակես։ Նա ինքը տալիս է։ Կվերցնի, հետո կմտնի, մնացածն էլ կգրավի։ Դուք կդառնաք լավագույն դեպքում Ադրբեջանի ոչ թե քաղաքացի, այլ գաստրաբայտեր ու տալու է եւ էլ դելիմիտացիա չի լինելու։ Սահմանադրությունը ասում է փոխեք։ Ճիշտ ասած, ես չեմ հասկանում Ադրբեջանին դա ինչ գարանտիա է տալ, եթե մենք սահմանադրություն մեր երկրում ոնց որ թե նենց է, որ ով եկավ ղեկավար դառավ, ինքը իր համար սահմանադրություն ընդունեց։ Հիմա էսի կընդունի, վաղը ես կգամ, ես էլ ուրիշ սահմանադրություն կգրեմ։ Նորից կարող է Ադրբեջանի դուրս չգա։ Այդ ինչ է էլի։ Ուզում եմ հասկանամ։ Ասում եմ կարող է ստորագրենք խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ։ Մյուս հարցը, ասում եմ, ինչ ասում եմ, գիտեք թե մենք ծիրան չենք մատակարարել։ Եկեք ես կոմենտարը չանեմ։ Դուք սաղ արհեստական ինտելեկտով շատ լավ զբաղվում եք բոլորդ։ Կարաք հարց տաք։ Միացրեք ձեր հեռախոսը, հարց տվեք։ Ինչքան ծիրան է մատակարարել Հայաստանը Եվրոպա կամ մյուս երկրներին։ Արհեստական ինտելեկտի պատասխանը կտեսնեք։ Այն աստիճանի, որ կարող է ծիծաղա ձեր վրա արհեստական ինտելեկտը։ Այդ են սուտ է ասում ու դուք հավատում եք։ Գիտեք, սուտ ասելը Գեբելսի քաղաքականությունն է։ Գեբելսն ասում է, միշտ սուտ ասա, այնքան ասա ու կրկնի այդ սուտը, կգա վաղ որ սաղ կհավատան դրան։ Այդ ինքը ինչ է անում։ Կործանման է տանում։ Ոչ մի բան էլ ստեղ չի պայմանավորվել Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ։ Խնդրել է որ միջնորդի, խնդրել է բանել, ասել է, հա, դե փորձեմ։ Ոչ մի բան չի պայմանավորվել, ժողովուրդ ջան։ Ձեզ տանում է անդունդ։ Վախեցնում է։ Ինձ մի հատ անգլիացի ասեց, պարոն Կարապետյան, եթե Անգլիայում նման ձերբակալում լներ, ոնց որ Ծառուկյանն է արել, Ծառուկյանի հանդեպ արեք կներեք։ Անգլիայի ժողովուրդը ոտի կհելներ։ Ինչ եք էլ ուզում։ Ինչ եք ուզում։ Կինոյա սարքե։ Եկել աստե, որ իրա պրավալը թաքցնելու համար այնտեղ շոու արել Հայաստանում, սաղիթ ուշադրություն եղել է, թե Ծառուկյանի վագրին ոնց են տանում այդ վանդակից։ Բայց որ ինքը ստե զրոյական արդյունք է ստացել։ Սաղ Սուսեն։ Այդ ոնց է սաղ պատմում էր, թե սկսած երկրի որ ղեկավարի հետ ինչ է խոսայթում ստեղի ղեկավարների հետ։ Սաղ պատմում էր, մեկ էլ այսօր որոշել, ասում դե պայմանավորվածություններն են, չեմ ասի։ Խափում է։ Սրա հաջողությունները կախված են նրա հետ ձեր մասով հաջողությունները, որ դուք իրան հավատում եք, որտեղ նախկինները այնքան վատ են աշխատել, որ ինքը հիմա ասֆալտ էլ է փռում ուրախանում եք։ Ուզում եք իրավիճակը կտրուկ փոխվի,
Ես արդեն դնելով այն կողմ իմ համեստությունը, ձեզ բոլորիդ կոչ եմ անում։ Միանաք ինձ։ Հավատացեք, շատ կարճ ժամանակում, օրերի ընթացքում իրավիճակը կտրուկ կփոխվի։ Թե կապված գյուղատնտեսության ապրանքի վաճառքի հետ, թե կապված էներգարեսուրսների հետ, թե կապված սահմանային հարցերի հետ, թե կապված Ադրբեջանի պահվածքի հետ։ Ես ձեզ վստահեցնում եմ, իրենք ադրբեջանցիները օգտագործում են մեր կզած ղեկավարի հարցը։ Ուրիշ ոչ մի հաջողություն չունեն։ Եվ բոլորս պետք է հասկանանք մի բան. Հայաստանը միայն հայն է կարալու փրկի։ Ով որ այսպես ասած ռուսամետ կոչեցյալը, սպասում են, որ Ռուսաստանը հեսա մի բան կանի, որ իրանք հաղթեն, տենց չի լինելու։ Տենց չի լինելու։ Պետք է անենք մենք ժողովուրդս, ուրիշ տարբերակ չկա։ Ու վերջում էլ ասեմ, մի քիչ այդ բերանները ջուր հավքած որոշ մարդկանց, որոնք վախի ենթարկված են, պետք է մի բան էլ հասկանան։ Սա ժամանակավոր է։ Սա ժամանակավոր է։ Սատանան միշտ էլ պարտվել է։ Հիմա էլ է պարտվել։